Ինչպես գիտենք, դեռևս 2025 թվականի փետրվար ամսից Վարդան Ղուկասյանը գտնվում է վարչական կալանքի տակ, դատական ակտի ուժով, վերջնական դատական ակտի ուժով Վարդան Ղուկասյանը պետք է դուրս գա Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այդ ակտը, ինչպես գիտենք, բողոքարկվել է անպատասխան վերադասացյանին, եւ այս օրերին Վարդան Ղուկասյանը կամարտահայտություն հայտնեց, որպեսզի դուրս գնա երրորդ երկիր։ Այժմ այդ իրավական դատավարական պրոցեսներն են գնում եւ կարծում եմ մինչեւ ամսվա վերջ այդ խնդիրները կլուծվեն։ Տեղեկացնեմ նաեւ որ օրեկան ռեժիմով խոսում են հաղորդի հետ, այսօր եւս զրուցել ենք զուտ իրավական թեմաներով եւ լիահույս եմ, որ մոտ ապագայում Վարդան Ղուկասյանին կտեսնենք ազատության մեջ։ Բազմաթիվ են հարցերը, որ արդյոք Վարդան Ղուկասյանը կարող է անձամբ մասնակցել ընտրական պրոցեսին, լինելով ցուցակի մեջ։ Դրա հետ կապված բազմից անդրադարձել են, որ այ օրենքի ուժով Վարդան Ղուկասյանը չի կարող ներգրավվել ցուցակի մեջ, պետական օրենսդրություն արգելում է, բայց Վարդան Ղուկասյանը լինելով դոկ կուսակցության պատվավոր նախագահ, բացառապես վերջինիս ղեկավարությամբ իրականացվել են այդ պրոցեսները, ավելին նախկինում եւս ես տեղեկացրել եմ, որ գնալու է կուսակցությունը գնալու է դաշինքով։ Այսինքն չունենալով օրենքի ուժով հնարավորություն մասնակցելու օրենսդիրմանի ընտրություններին, բացառապես վերջինիս ղեկավարությամբ է դաշինքը գնալու ընտրություններին, ինչպես նաեւ նախընտրական քարոզարշավի ժամանակ կտեսնեք Վարդան Ղուկասյանին։